Որտեղ են սպիտակուցները մարզվողի սննդակարգում։ Ես խորհուրդ եմ տալիս սպիտակուցները ստանալ բացառապես կենդանական ծագում ունեցող մթերքներից։ Ես միշտ նշում եմ իմ մարզողներին, ասում եմ, որ բուսական ծագում ունեցող մթերքները չեն կարող համարվել սպիտակուցի լավ նորմալ աղբյուր։ Ինչու։ Ինչպես ես նշում եմ եւ ելի կասեմ, մի բան է սնունդի մեջ եղածը եւ մեկ այլ բան է այդ սննդից մեր յուրացումը։ Կան սնունդներ, որոնք ահռելի քանակով սպիտակուց են պարունակում, բայց դու այս սնունդը ուտելով ոչ մի բան չես ստանալու։ Այսինքն այդ սննդից ստացված, ներծծված պետքական նյութերը շատ ցածր են։ Տվյալ դեպքում օրինակ ցորենը կամ լոբին պարունակում է մեծ քանակով սպիտակուց, որպես այդպեսին թեկուզ, բայց մենք դրանից չենք ստանալու։ Ինքը ուղղակի մտնելու է մեր արհեստամոքսային տրակ եւ դուրս գա։ Ինչու։ Պատկերացրեք, որովհետեւ իր յուրացման աշճանը ցածր է։